Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Գրականության վարվեստի թանգարանի մասնաճյուղ Տերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի ղեկավար Կարինե Ռաֆայելյանը։ Բարև ձեզ։ Տիկին Կարինե, անչափ ուրախ եմ, որ այսօր մենք գտնվում ենք Դեմիրճյանի տանը եւ նախ շենքը արդեն գրեթե 100 տարեկան է, պատմական շենք է։ Կարճ պատկերացում այս շենքի մասին, որտեղ ապրել է Դեմիրճյանը։ Սիրով, շնորհակալ եմ, որ այցելել եք տուն-թանգարան եւ ներկայացնում եք թանգարանն ու շենքը։ Շենքը կառուցվել է 1928 թվականին, 2 տարի հետո այն կդառնա 100 տարեկան, իսկ Դեմիրճյանը սկսել է այստեղ ապրել 1929 թվականից եւ շենքը ընդհանրապես կարևոր պատմական եւ մշակութային արժեք ունեցող կառույց է։ Շենքը կառուցել են Հայաստանի օգնության խորհուրդ բարեգործական կազմակերպության միջոցներով եւ նպատակադրված են եղել այստեղ բնակարաններ տրամադրելու այն մտավորականներին եւ արվեստագետներին, որոնք եկել էին այլ երկրներից շենացնելու խորհրդային Հայաստանը, կառուցելու Հայաստան պետությունը։ Դեմիրճյանից բացի այստեղ ապրել են տարբեր արվեստագետներ, մտավորականներ, Արման Կոթիկյանը դերասան, Միքայել Մանվելյանը Սունդուկյան թատրոնի դերասան, գրող Վահան Միրաքյանը, կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը, ինչ որ կարճ պահ այստեղ ապրել է, բնակություն է հաստատել նաև Չարենցը, թեև ինքը այստեղ բնակարան չի ունեցել, բայց հավանաբար ինչ որ մի հատված են տրամադրել ապրելու համար նաև Չարենցին ըստ բանավոր պատումների։ Եվ ընդհանրապես իր կառույցով էլ որպես շինություն շենքը շատ հետաքրքիր է, առանձնանում է այդ ստանդարտ կառույցներից, որ հետագայում խորհրդային տարիներին եղան խորհրդային Հայաստանում։ Պարզ է։ Տիկին Կարինե, մենք գտնվում ենք Դեմիրճյանի աշխատասենյակում։ Ովքեր են եղել այս աշխատասենյակում եւ ընդհանրապես ինչ պատմություն ունի տունը։ Տեսեք, այս տունը երբ որ նոր բնակեցվել է, երկու ընտանիքների տրվել է մեկ ընդհանուր մակերես, այդ սկզբունքով են ապրել եւ Դեմիրճյանը նույնպես այլ ընտանիքի հետ է բաժանել այս տարածքը, հետո արդեն որ երկրի վիճակը մի քիչ բարեկարգվել է, բարելավվել է, առանձնացրել են բնակարանները եւ Դեմիրճյանին բաժին է հասել 3 սենյականոց մի բնակարան, բաց շկամբով, խոհանոցով եւ սանհանգույցով։ Դեմիրճյանը ըստ իր քրոջ դստեր վկայության մակերեսային, այդպես մակերես է որոշակի զիջել հարևանին, որովհետև նա ունեցել է մեծ ընտանիք, իսկ Դեմիրճյանը փոքր ընտանիք եւ Դեմիրճյանը այդպես մեծահոգի ուրեմն քայլ է արել եւ հրաժարվել է որոշակի հատվածից հոգուտ հարևանի։ Այստեղ այս հատվածում, որ մենք հիմա գտնվում ենք, հուշային հատված է, այդ 3 սենյակներից ուրեմն առաջին սենյակը դարձել է ցուցասրահ, որտեղ ցուցափեղկերի վահանակների միջոցով ներկայացվում են Դեմիրճյանի կյանքը եւ ստեղծագործության տարիները։ Այս հատվածը երկրորդ սրահն է հուշային, սա նրա աշխատասենյակն է եղել եւ երրորդը ճաշասենյակ, հյուրասենյակն է եղել, դարձյալ պահպանված է որպես հուշային սրահ եւ փոքրիկ խորշը, որը բաց պատշգամբի հաշվին է կառուցվել, ներկայացված է այնտեղ Դեմիրճյանի կինոն եւ թատրոնը։ Իհարկե դա շատ փոքր տարածք է նրա այդ հսկայական ժառանգությունը կինոյի թատրոնի հետ առնչվող տեղավորելու համար, բայց դա է մեր հնարավորությունը։ Այստեղ այս սենյակում Դեմիրճյանը գրել է բոլոր այն գործերը, որոնք ծնվել են 1929 թվականից հետո, այդ թվում նաև բնականաբար Վարդանանքը։ Եվ Վարդանանքը գրելու շրջանում նա վատառողջ է եղել ու հիմնականում գրել է մահճակալին, կիսապարկած, բարձերին հենված եւ մահճակալի արկայությունը այս սենյակում կարծում եմ հենց այդ նպատակին է ծառայել, որ գրողը կարողանա աշխատելիս հանգստանալու հնարավորություն ունենալ։ Իսկ ննջարան որպես այդպիսին կողքի սենյակն է ծառայել, ինչու գիտեմ սա, որովհետև Սերո Խանզադյանը երբ իմ աշխատելու ընթացքում առաջին անգամ եկավ թանգարան, ներս մտավ այն սենյակ եւ ասաց այստեղ էր քնում Դերենիկը, անկյունում դրված է եղել մահճակալը։ Այնպես որ հուշային սրահները իսկապես շատ հզոր դաշտ ունեն։
եթե մենք կարող ենք այլ սրահներում, ասենք, ցուցադրություն փոխել, մոտեցումներ փոխել նյութը ներկայացնելու, հուշային սրահում մենք ոչինչ փոխել չենք կարող, պահպանվում է այնպես, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք եւ բոլոր այցելուները սկսած ամենափոքր տարիքից մինչև ամենահասուն եւ գիտակից ուղղակի հանկարծակի են գալիս լավ իմաստով, երբ մտնում են այս տարածքները, որովհետեւ կարծում եմ հստակ զգում են 20-ականների, 30-ականների, 40-ականների, 50-ականների շունչը եւ նաեւ գիտեք Դեմիրճյանը շատ հետաքրքիր կենցաղային մշակույթի սինթեզ է բերել իր տուն, քանի որ նա սովորել է Ժնևում, նա շատ բան Ժնևից այդ եվրոպական բարքերից եւ կենցաղային սովորույթներից բերել եւ իր տանն է կիրառել, բայց նա նաեւ եղել է Ջավախքի ծնունդ, հետագայում Արդահան տեղափոխված ընտանիքի զավակ եւ այդ Ջավախքի ու Արդահանի մշակույթն էլ, քանի որ իր մեծ քույրն էլ ապրել է իր հետ այս տանը, այդ կինը եղել է այդ մշակույթի անգամ ճաշատեսակների իմաստով այդ մշակույթի կրողը, որովհետեւ պատմում են, որ Վարսենիկը հարիսա էր եփում, դա Դեմիրճյանի սիրելի ուտեստներից էր, քաղցրավենիք էր սարքում, որը կոչվում է ականջներ, ռուսերեն ասում են խորստ։ Դա եղել է հայտնի ուրեմն քաղցրավենիքը, որը Վարսենիկը պատրաստել է եղբոր համար, ընտանիքի համար, նաև հյուրերի, իսկ Դեմիրճյանի սիրելի ըմպելիքը օրինակ խիստ եվրոպական է եղել, կաթով սուրճը։ Հասկանալի եւ հյուրերը ովքեր էին այս տան հյուրերը։ Այս տան հյուրերն են եղել շատ հաճախ Ավետիք Իսահակյանը, որը հատուկ աթոռ ունի, դրված է Դեմիրճյանի գրասեղանի կողքին, ասում են, որ երբ ինչ-որ մեկը ներս է մտել եւ Ավետիք Իսահակյանը ներս է մտել եւ ինչ-որ մեկը արդեն նստած է եղել աթոռին, Դեմիրճյանը ասել է ազատեք Ավոյի տեղը։ Բայց նաեւ հյուր են եղել Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը, Արման Կոթիկյանը, Միքայել Մանվելյանը, ժամանակի բոլոր մեծերը, Չարենցն էլ է այս տանը հյուր եղել եւ անգամ հետաքրքիր պատմություն կար Չարենցյան Խենթուխել Առարկացի հետ, եթե հետաքրքիր է, ես դա ձեզ կարող եմ հիմա պատմել, եթե ունենք ժամանակ։ Ուրեմն Չարենցը մի անգամ խիստ վրդովված է եղել Դեմիրճյանի վերևի հարկում ապրող հարևանի դեմ, որովհետև նա այդպես ոչ կոռեկտ խմբագրումներ է արել իր ստեղծագործության մեջ, ըստ իմ ունեցած լուրերի եղել է Պողոս Մակինցյանը հարևանը, ըստ այսպես բանավոր պատումների, Չարենցը եկել է Դեմիրճյանի տուն եւ այդպես սկսել է հայհոյել, շատ Չարենցյան պահվածքի մեջ է եղել հախուռն, մտածելով, որ Պողոսը կլսի էլի եւ իր զայրույթը ինչ որ կերպ կդրսևորվի, Դեմիրճյանը լռեցրել է։ Դե մենք շատ լավ գիտենք, որ Դեմիրճյանը զգուշավոր մարդ է եղել եւ նա չի ցանկացել, որ աղմուկը իր տանից դուրս գա, եւ քանի որ նա անդադ լռեցրել է, Չարենցը գրպանից հանել է իր հայտնի նագան եւ կրակել առաստաղին, իբրև ինքը դրանով կրակում է վերևի հարկի հարևանի վրա, ու ասում էին, որ երկար ժամանակ խոռոչ է բացված եղել այդ առաստաղի վրա, ու շատերն էլ ինձ ասում են, ինչու եք այդ խոռոչը փակել։ Այ գուցե թե կարելի էր չփակել, բայց այդպես։ Մի խոսքով Դեմիրճյանի եւ Չարենցի առնչությունները շատ հետաքրքիր են եղել բազմաթիվ այսպես հարթությունների վրա, բայց այդ պատմությունը Չարենցի այդ հախուռն դրսևորումը հայտնի պատմություն է, ամեն դեպքում այս տանը ապրողներն են պատմել Դեմիրճյանի հետ ապրած տարիներից որպես հուշ։ Մի խոսքով այստեղ շատ նշանավոր մարդիկ են եղել եւ ասեմ եւս մի բան, երբ Դեմիրճյանը եղել է մահվան մահճում, իր ընտանիքի անդամները պատմել են, որ Դեմիրճյանը այդ իր հոգեվարքի ուրեմն տեսիլքների մեջ եղել է իր հերոսների հետ, ասում են Վարդանի հետ էր խոսում, Եղիշեի հետ էր խոսում, Մաշտոցի հետ էր խոսում, այսինքն Դեմիրճյանի, այո, բոլոր հերոսները փաստորեն նրա ոչ միայն գիտակցությունը, այլև ենթագիտակցությունը զբաղված է եղել իր գրականությամբ, այսպես կարելի ասել։ Բարձ է։ Տիկին Կարինա, այս բանը մենք կարճատև դադար պետք է ունենանք Վանաձայնի եթերում, բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանում, այս բանը կարճատև դադարը Վանաձայնի եթերում խնդրեմ։ Pիսիկ չալբոջիկ, վանաջուդիկ խոջուջիկ, Pիսիկ շուտարի
Pisi shudari imbalikin orori Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայն եթերում, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Դերնիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում, Երևան քաղաքի կարևոր մշակութային կառույցներից մեկն է, եւ ծանոթանալով թանգարանի գործունեությանը, ծանոթանալով այս տան հյուրերին եւ ընդհանրապես շենքի պատմությանը, նաեւ ովքեր են այսօր այցելուները թանգարանի։ Այսօր թանգարանի այցելուների մեջ գերակա են դպրոցականները, որովհետև դպրոցական ծրագրում կա Դեմիրճյան եւ այն ուսուցիչները, որոնք գիտակցում են, որ չպետք է սահմանափակվել ընդհանրապես դասասենյակի պատերով եւ դասագրքի ուրեմն պարունակությամբ, իրենց աշակերտներին բերում են տուն-թանգարան, բայց լինում են այցելուների մեջ նաեւ ուսանողներ եւ իհարկե մասնագետներ, պարզ ուղակի քաղաքացիներ, որոնց հետաքրքրում է մշակույթը, Դեմիրճյանը, իսկ մեր գործունեության ուղղվածություններից մեկը դեպի ժամանակակից հայ գրականությունն է, մենք ունենք գրական օրեր խորագիր, որի շրջանակներում հյուրընկալում ենք ժամանակակից հայ գրողներին, տարվա մեջ մի քանի գրող լինում են տուն-թանգարանում, հյուրընկալվում են, նրանց նվիրված օրեր ենք կազմակերպում, կամ այս կամ այն գրքի շնորհանդեսի տեսքով, կամ պարզապես գրական վաստակը գնահատելու տեսքով, եւ սա նպաստում է, որ ժամանակակից գրողները կապ ունենան Դեմիրճյանի տան հետ, որովհետև Դեմիրճյանի կենթանության օրոքել այստեղ երիտասարդները հաճախ են հյուր եղել երիտասարդ գրողները, Դեմիրճյանը ուղղորդել է նրանց, խորհուրդներ է տվել, կամ եթե հասկացել է, որ իրենց առաքելությունը գրականությամբ զբաղվելը չէ, մեղմորեն հասկացրել է։ Հիմա այս տարի, եթե որոշակիացնենք, մենք 3 գրողի հետ ենք նախատեսել գրական օրեր շարքի այդպես իրականացումը,
Դավիթ Մուրադյանը, Սոնավանը եւ Վովա Արզումանյանը կլինեն մեր հյուրերը։ Դավիթ Մուրադյանը կլինի մեր թանգարանային գիշերի միջոցառումներից մեկի հերոսը, նյութը նրա Երևանի սառը ջուրը պատմվածքների ժողովածուն է լինելու։ Սոնավանի այս աղջիկը ժողովածուի շուրջ է նրա հետ հանդիպումը կազմակերպվելու, ժամանակացույց դեռ չեմ կարող ասել, որովհետեւ պիտի ճշտենք, թե Սոնավանը երբ է լինելու Հայաստանում։ Իսկ Վովա Արզումանյանի գրքի «Ինձ տանն եմ մոռացել» ժողովածուի շնորհանդեսը պետք է կայանա փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրը եւ գիրք նվիրելու օրվա շրջանակներում, որովհետեւ կարծում եմ, որ գիրք նվիրելու օրվան նվիրել գրքի շնորհանդես վատ գաղափար չէ ըստ իս։ Իսկապես Տիկին Կարինե, միջոցառումները թանգարանում պարբերաբար տեղի են ունենում եւ Դեմիրճյանի տունն այսօր էլ որպես կարևոր մշակութային տարածք շարժի մեջ է։ Այո, իհարկե, որովհետև բացի գրական օրեր, որ այլ գրողների են նվիրվում, մենք Դեմիրճյանի անձի շուրջ շատ հաճախ ենք հավաքվում եւ հավաքում մեր շուրջ մարդիկ։ Օրինակ այս տարի միջոցառումների այսպես գալի մասը պիտի նվիրվի Վարդանանք պատմավեպին, որովհետև լրանում է Վարդանանքի տպագրության 80-ամյակը։ Տպագրություն ասելով ես նկատի ունեմ երկրորդ հատորի, որը տպագրվել է 1946 թվականին։ Ի վերջո պատմավեպը ամբողջացավ 46-ին։ Հասկանալի է, որ առաջին հատորը տպվեց այդպես ֆանտաստիկորեն կարճ ժամանակահատվածում եւ պատմականորեն շատ կարեւոր ժամանակահատվածում 1943-ին, բայց վեպը ամբողջացավ 46-ին, երբ տպվեց երկրորդ հատորը եւ այս տարի 80-ամյակն է լրանում, ու մենք արդեն մի քանի օր հետո ունենալու ենք մի այդպիսի միջոցառում, որը նվիրված է լինելու Դեմիրճյանի ոչ միայն Վարդանանքին, այլ նաեւ մինչեւ պատմավեպը գրելու ընթացքին, որովհետև նա եւ Վասակ դրաման է գրել 1912-ին եւ մինչեւ պատմավեպը գրելը 40-ականներին նա գրել է Վարդանանց պատերազմի մասին տեսական հոդված։ Զարմանալիորեն, քանի որ Դեմիրճյանը գիտնականի միտք ուներ, ի վերջո նա Ժնևում լուրջ կրթություն ստացած մարդ էր, ոչ թե պարզապես տաղանդի բերումով էր գրում, նա նաեւ ինտելեկտուալ, այսպես հարուստ անձնավորություն էր ինտելեկտի առումով, եւ նա մի հատ տեսական լուրջ հոդված է գրել Վարդանանց մասին, այնուհետև նոր ուրեմն անդրադարձել է պատմավեպին, արդեն նախապես այո, նախ այսպես տեսությունից է եկել գեղարվեստը, այսպես ասենք, եւ մեր առաջիկա միջոցառումը նվիրվելու է հենց այդ նյութին, նրա տեսական հոդվածին Վարդանանքի հետ առնչվող եւ իհարկե նաեւ պատմավեպին։ Հետագայում նաեւ ընթացքում, քանի որ մեր մակերեսը փոքր է, մենք մեկ ցուցանմուշի տեսքով ժամանակավոր ցուցադրություններ կանենք Վարդանանքին առնչվող նյութեր կցուցադրենք եւ Վարդանանք պատմավեպի հենքով ես ունեմ գրական թատրոնի սցենար, որը երկու անգամ բավական հետաքրքիր եւ ես կարող եմ ասել շքեղ բեմադրություն է ունեցել Երևանի 155 եւ Վարդանանց ասպետներ դպրոցներում, հատկապես Վարդանանց ասպետները ուզում եմ շեշտել, որովհետեւ այդ դպրոցի ներկայացումը ուղղակի հիացրել էր բոլորին, բոլոր իմաստներով, հագուստ, ռեկվիզիտ, երաժշտական ձևավորում, ամեն ինչ շատ այսպես պատշաճ մակարդակի վրա արվեց, իսկ 155-ին մի քիչ ավելի մեր միջոցներով, մեր սուղ միջոցներով արվեց, չեմ կարող ասել, որ այդքան շքեղ էր, ինչքան Վարդանանց ասպետներ դպրոցինը։ Հիմա նույնպես դպրոցում անելու եւ այդպես միջոցներ չկան եւ գուցե նպատակահարմարություն, ես ուզում եմ, որ դա Դեմիրճյանի տանը լինի։ Մենք գրական թատրոնի ժանրում ուղղակի ընթերցումների տեսքով արդեն ունենք պայմանավորվածություն, մարտ ամսին կանենք Վարդանանքը որպես գրական թատրոն։ Պայմանավորվածությունը կա, բարեբախտաբար շատ լավ ուսուցիչներ են մեզ հանդիպում այցելությունների ընթացքում, երբ շփվում ես նրանց սաների հետ, դու հասկանում ես, թե ինչ ուսուցչի հետ գործ ունես, եւ վերջերս մենք ծանոթացանք 139 դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Ղարիբյանի հետ, մենք հիացած ենք նրա արած աշխատանքով իր աշակերտների հետ, եւ Վարդանանք գրական թատրոնի ժանրում ներկայացնելու այդ գործը մենք անելու ենք այս անգամ այդ դպրոցի հետ։ Հասկանալի է։ Տիկին Կարինե, նյութը շատ է, իսկապես Դեմիրճյանը այսօր շատ արդիական է։ Այո։ 150 տարեկան գրողը արդիական է եւ 150 տարեկան գրողն այսօր իսկապես շատ ասելիք ունի եւ դեռ շատ ու շատ ասելիք կունենա։
Բայց քան որ մեր եթերաժամը սպառվում է, մենք խոստանանք մեր ռադիո ընկերներին, մեծ դիտողներին, որ պարբերաբար կկազմակերպենք հանդիպումներ արդեն առանձին գործերի շուրջ նաև Դեմիրճյանի։ Մեծ սիրով։ Եվ նաև պատկերացում կտանք այս տարբերակով Դեմիրճյանի ժառանգության եւ ինչու՞ չէ նաև արդիականության մասին։ Մեծ սիրով Դեմիրճյանի միայն գիրք ծաղկանցի մասին կարելի է խոսել ու խոսել։ Ուրեմն մեր հաջորդ հանդիպումը հենց կնախատեսենք, որպեսզի լինի Դեմիրճյանի որևէ գործի մասին։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում մենք անդրադարձանք Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանին, տուն-թանգարանի գործունեությանը։ Իմ զրուցակիցն էր թանգարանի ղեկավար Կարինե Ռաֆայելյանը։ Հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի բանաձայնի եթերում։ Հաջողություն։